Երուսաղեմը Կոստանդնուպոլիսը չէ, մենք փլուզվող քրիստոնեական կայսրություն չենք, իսկ Էրդողանը կարող է հայտնվել նույն վիճակում, ինչ Իրանը։ Այս կոշտ հայտարարությամբ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը նոր մակարդակի է հասցրել Անկարայի հետ հռետորաբանական դիմակայությունը։ Պատմական ակնարկներ, ռազմական նախազգուշացումներ եւ Սիրիայի շուրջ հաջող մրցակցություն, ինչ է կանգնած Իսրայելի այս աննախադեպ ուղերձի հետևում, եւ որքանով է իրական տարածաշրջանային երկու տերությունների միջև ռազմական բախման վտանգը։ Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Իսրայելը թույլ չի տա Թուրքիային Սիրիան օգտագործել իր դեմ, իսկ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խորհուրդ է տվել չփորձել ուժերը Իսրայելի դեմ հիշեցնելով Իրանի օրինակը։ Սակայն ամենամեծ արձագանքը ստացավ նրա մեկ այլ ձևակերպումը՝ Երուսաղեմը Կոստանդնուպոլիսը չէ։ Այս արտահայտությամբ Կացը հիշեցրեց Օսմանյան կայսրության կողմից Կոստանդնուպոլիսի նվաճումը, ընդգծելով, որ Իսրայելի դեպքում նման սցենար չի կարող կրկնվել։ Կացի հայտարարությունը ընդհանուր քաղաքական հռետորաբանության եւ դիվանագիտական էթիկետի միջպետական հարաբերություններին հատուկ ուրեմն հռետորաբանության տեսանկյունից կարծես արտառոց է կամ ավելի ընդգծված կոշտ է, բայց եթե դա դիտարկում ենք թուրք-իսրայելական վերջին տարիներին ձևավորված հռետորաբանության մեջ, դա կարծես շարունակությունն է եւ այն նույն տրամաբանության դրսևորումն է, որից բխում են կոշտ հայտարարությունները։ Թուրք-իսրայելական հարաբերությունների լարվածությունն աստիճանաբար դուրս է գալիս միայն քաղաքական հայտարարությունների շրջանակից։ Փորձագետների գնահատմամբ կողմերը միմյանց հասցեին ավելի հաճախ են օգտագործում պատմական խորհրդանիշներ, դրանք վերածելով քաղաքական ուղերձների։ Սիրիայի հարցը դարձել է հակասությունների հիմնական կետերից մեկը։ Կացը հայտարարել է, որ Իսրայելը չի թույլատրի Թուրքիային ուժեղացնել իր դիրքերը Սիրիայում, եթե դրանք կարող են օգտագործվել իր դեմ։ Եթե մի պահ պատկերացնենք, որ Օսմանյան կայսրության քարտեզը, որի մեջ որ տարածքներն էր մտնում, արդեն կարող ենք ենթադրենք, թե ինչու Իսրայել Կացը նաև Թուրքիային նման ձև է վերաբերվում եւ նման հայտարարություն անում, որովհետեւ նույն Երուսաղեմը կամ ասենք ավելի ճիշտ Պաղեստինի տարածքը գտնվում էր Օսմանյան կայսրության տարածքում։ Կացի հայտարարության ամենակոշտ հատվածներից մեկը Իրանի մասին էր։ Նա Էրդողանին զգուշացրել է չհայտնվել Իրանի վիճակում, սակայն թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը կարծում է, որ այդ համեմատությունը քաղաքական եւ ռազմական առումով ամբողջությամբ համարժեք չէ։ Թուրքիան ՆԱՏՕ-ի երկիր է, ՆԱՏՕ-ական կարևորագույն երկրներից մեկն է եւ ԱՄՆ-ի դաշնակիցն է, իսկ Իրանը ոչ ՆԱՏՕ-ի անդամ է, ոչ էլ ԱՄՆ-ի դաշնակիցն է, մեղմ ասած ԱՄՆ-ի թշնամին։ Եվ Իսրայելի հայտարարությունը համեմատել Իրանին եւ Թուրքիային, կարծում եմ քաղաքական եւ ռազմական առումով բավական անհիմն է։ Հարութ Արթին Առաքելյանի կարծիքով ներկայիս կոշտ հայտարարությունները դեռևս չեն նշանակում, որ երկու երկրները մոտ են ռազմական բախմանը։ Նրա գնահատմամբ տարածաշրջանում ընթանում է նաև ավելի լայն աշխարհաքաղաքական մրցակցություն, որտեղ կարևոր դերակատարում ունեն Միացյալ Նահանգներն ու Եվրոպան։ Թուրքիա-Իսրայել հարաբերությունները այնքան խորք ունեն, որ ես կարծում եմ լուրջ ռազմական բախումների չգնան, պարզապես Թուրքիան վերջի շրջանում նաև փորձում է Եվրոպայի բլոկի մեջ խաղալ։ Փորձագետի խոսքով Իսրայելի եւ Թուրքիայի միջև ընթացող կոշտ հռետորաբանության խորքում ավելի լայն աշխարհաքաղաքական մրցակցություն է։ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը փորձում են Թուրքիային պահել իրենց ռազմավարական հաշվարկների շրջանակում, մինչդեռ Անկարան փորձում է առավել շահեկան դիրք զբաղեցնել միջազգային քաղաքական դաշտում։